Երբ Հակաքրիստոսը գա իշխանության, նա իր դրոշմը, իր նշանը դնելու է մարդկանց աջ ձեռքին կամ ճակատին։ Եվ այդ նշանը ընդունելուց հետո մարդը այլևս չի լինելու առաջվա նույն մարդը, որ ինքը կար, որովհետև փոխվելու է նրա գենը, ԴՆԹ-ն է փոխվելու եւ դառնալու է սատանայի ԴՆԹ-ն։ Թե ինչպես է դա կարողանալու անել ների իշխանությունը, ես շատ փոքրիկ պատկերացում ունեմ, թե ինչպես է կարողանալու ԴՆԹ-ն դնել մարդկանց մեջ սատանայի ԴՆԹ-ն, մի փոքրիկ պատկերացում ունեմ ընդամենը, բայց թե ինչպիսին են լինելու այդ դրոշմները, բավականին մեծ պատկերացում ունեմ։ Դա լինելու է Իլոն Մասկի ստեղծած Neuralink-ի չիպերը միգուցե ավելի միկրո չափի դարձված, միգուցե ավելի փոփոխման ենթարկած, որովհետև այն դրվելու է մարդկանց մաշկի տակ, ձեռքին աջ կամ ճակատին եւ դառնալու է դրոշմը եւ նրա մեջ լինելու է ինչ որ մի միկրո մոլեկուլյար ձևով ինչ որ մի բան, որի մեջ կրում է սատանայի ԴՆԹ-ն։ Մենք հասկանում ենք, որ ԴՆԹ-ն չէ, որ դա ֆիզիկական բան է, ԴՆԹ-ն արյան մեջ է։ Այդ ինչպես պիտի սատանայի ԴՆԹ դրվի մեր մեջ։ Չգիտենք, բայց գիտենք մի բան, որ սատանայի ԴՆԹ է դրվելու մարդկանց մեջ այդ պահից եւ աստվածային ԴՆԹ-ն կորցնելու եք դուք ձեր մեջից, զրկվելու եք եւ այլևս չեն պատկանելու մարդիկ, ովքեր կկրեն ների նշանը, չեն պատկանելու Աստծուն, դարձ ապաշխարություն չի լինելու, որովհետեւ այդ մարդիկ միանգամից փոխվելու են, նրանք իրենց հոգին կարծես, նրանց հոգին, նրանց մարմինը, նրանց սիրտը եւ էմոցիաները եւ միտքը փոխվում է, դառնում է ոչ մարդկային եւ հոգեվոր զգացմունքներ, հոգեվոր ապրումներ մարդը չի ունենալու այլևս, այսինքն ինչը աստվածային էր, աստվածայինին մոտիկ էր գոնե ինչ որ չափով, օրինակ բուդդիստը, մուսուլմանը եւ այլ մարդիկ մտածում են, որ իրենք իրական Աստծուն են պաշտում, այսինքն նրանք գոնե հոգևոր զգացմունքներ ունեն, հոգևոր ապրումներ ունեն, հոգևոր պատկերացումներ ունեն, ճիշտ է, իրենք ճշմարիտ Աստծուն չեն պատկանում եւ չեն պաշտում, բայց իրենց իմանալով իրենք Աստծուն ճանաչում են եւ նրանք իրենց աղոթքներն են անում, իրենց իբր աստվածային սերն է իրենց մեջ եւ այլն, այսինքն նույնիսկ նրանք այդ ամենից զրկվելու են եւ ցանկացած քրիստոնյա, իբր քրիստոնյա, որ ընդունելու է այդ նշանը, նա այլևս չի զգալու Աստծուն, նա այլևս չի զգալու, որ ինքը քրիստոնյա է եղել, այսինքն հոգեվոր բոլոր զգացողությունները, ապրումները մեռնելու են մարդու մեջ, ինչպես նաև մարդկային հոգու եւ սրտի էմոցիաները, զգացմունքները մեռնելու են մարդու մեջ, մարդը դառնալու է կիսամարդ, կիսառոբոտ, այսինքն մենք հիմա ինչպես ենք զգացմունքներ ունենք, տխրություն, լաց, ես չեմ ուզում ուրախության մասին խոսեմ, որովհետև վշտի տարիներին ուրախություն չի լինելու, բայց կորցնելու է մարդը այդ ամենը, նա այլևս չի լինելու նույն մարդը։ Ինչու՞, որովհետև նրա մեջ դրվելու է սատանայի ԴՆԹ-ն եւ չի կարող մարդը պատկանելով սատանային ունենալ այն էմոցիաներն ու զգացմունքները եւ ապրումները, որ նրան պարգևել էր Աստված։ Այսպես ասեմ, սիրտ չի ունենալու այն մարդը, ով ընդունի ների նշանը, Հակաքրիստոսի դրոշմը իր ձեռքին կամ ճակատին։ Հիմա փոխվելու է մարդու ԴՆԹ-ն, նա այլևս փրկություն չի ունենալու, այսինքն նա այսպես թե այնպես այլևս Աստծուն կորցնելու է եւ միևնույն է ապաշխարության մասին նույնիսկ խոսել իմաստ չունի, որովհետեւ ինչ ապաշխարություն, ինչ դարձի գալ, նա արդեն իրեն չի զգում այն մարդը, որ կար ժամանակին, չիպի միջոցով ների այդ համակարգը կառավարելու է մարդու մտքերը եւ այն մարդիկ, ովքեր ընդունել են ների նշանը, ովքեր կընդունեն այդ ժամանակ, հիմա չի, շատ շուտով, պատրաստ է ամեն ինչ, ովքեր որ կընդունեն ների նշանը, նրանց կառավարելու են համակարգիչները, չիպերի
միջոցով։ Յուրաքանչյուր մարդով կընդունի ների նշանը իր աջ ձեռքին կամ ճակատին, կգնա դժոխք։ Ինչու են ընդունելու այդ նշանը, որովհետև ասվելու է, որ եթե դու չունենաս այդ նշանը, դու ոչ մի գործողություն այլևս այս կյանքում չես կարող անել, որովհետև այդ նշանի մեջ լինելու են մեր անձնական բոլոր տվյալները, մեր առողջական բոլոր տվյալները, մեր ֆինանսական բոլոր տվյալները, բոլոր հաշվեհամարներ, գումարներ, ֆինանսներ, գույքեր, ունեցվածքներ, ամեն ինչ, մեր անձնագրերը, ամեն ինչ, որ ունի մարդը, լինելու է այդ դրոշմի մեջ, այդ չիպի մեջ, միկրոչիպի մեջ զետեղված եւ պետք չեն լինելու անձնագրեր, պետք չի լինելու փող, պետք չի լինելու քարտ, բանկային հաշվեհամարներ, ոչինչ պետք չի լինելու, պետք չի լինելու ձեր ID քարտերը, պետք չի լինելու թղթերը լիքը, որի վրա գրված են ձեր առողջության մասին ամեն ինչ, ձեր ունեցվածքի մասին ամեն ինչ, ոչինչ պետք չի լինելու ձեր ընդհանրապես ծնված օրից մինչև այդ պահը, որ դուք ապրում եք, ամեն ինչ այդտեղ է։ Եվ նաև չիպերի միջոցով ողջ համակարգը հակաքրիստոսի իր ոստիկաներով, իր համակարգիչներով, իր զինվորներով, իր հատուկ աշխատողներով հսկելու են մարդկանց յուրաքանչյուրի շարժը ողջ աշխարհում։ Մարդը չի կարողանալու իր տնից դուրս գա ու գնա ինչ-որ մի տեղ եւ հակաքրիստոսի կառավարությունը համակարգը, նրանց այդ ծրագրերը համակարգչային, չիմանան, որ դու դուրս եկար այսինչ տեղից, այսինչ ժամին գնացիր այսինչ տեղը, խոսեցիր այսինչի հետ, առար այսինչ բանը, այսքան գրամ վերադարձար տուն, չի լինելու ինչ որ մի բան, որ դու կկարողանաս անել առանց հսկողության։ Եվ ուզում եմ ասել, որ Տեր Հիսուս Քրիստոսը տանելու է իր ճշմարիտ իրական զավակներին տանելու է երկրագնդի վրայից, նա մեզ վերցնելու է երկրի վրայից մի ակնթարթում, մեր մարմինները փոխվելու են, վերափոխվելու են, ինչպես գրված է Աստվածաշնչում։